Ռադիո Շանթ Ինչ 10-ից այսպես արդեն 29 րոպե մենք շարունակում ենք մեր ընթացք ուղիղի եթերում սա Արարողյան սոնետն է եւ իհարկե ձեզ հետ են Էդգարն ու Սոնան եւ մեր երկու հյուրերը Այո, սիրելի ունկնդիրներ, հրաշալի հյուրեր, լուսավոր մարդիկ, լուսավոր գաղափարներով են եկել, լուսավոր նպատակներ են իրականացրել եւ իրականացնելու դեռ եւ հետեւաբար թույլ տվեք այս պահին ողջունենք մեր եթերից մեր այսօրվա շատ լուսավոր հյուրերին Մերուժան Սաֆարյան եւ Դավիթ Մարդոյան, հրաշալի մարդիկ, հրաշալի ընկերներ, բարեկամներ, ինչպես հաճախ սիրում եմ ասել, այսպես ընտանիքի անդամներ, ողջին տղաներ։ Բարի լույս, Ելիսոնա, սիրելի Էդգար, շատ հաճելի է լինել ձեր տաղավարում։ Շատ հաճելի է տեսնել մեր տաղավարում եւ արդեն վստահ լինել, որ ամեն բան ջերմ ու հաճելի ընթացքի մեջ է անցնելու տղաներ եւ գիտենք, որ դուք համակված եք իրոք լուսավոր գաղափարներով ընդհանրապես ձեր ուժը հենց լույսն է, ես դա վաղուց եմ հասկացել եւ գիտեմ, որ դուք էլ երկուստ էլ առանձին մոլորակներից եք գալիս, դա էլի կարողացել ենք բացահայտել։ Հիմա ասեք, տեսնեմ թե ինչպես է կանում, որ ձեր մոլորակի լույսը կարողանում եք մշտապես պահել եւ այդ կենցաղայնությանը չխառնել։ Ինչպես է դա ստացվում ձեզ մոտ։ Այն որ ստացվում է գիտեմ, բայց ինչպես։ Աշխատում ենք ձեր ասացի պես մեր մոլորակները շատ լուսավոր պահել, անկեղծ պահել, մաքուր պահել ու այդ մոլորակների լույսը տարածել կողքի մոլորակների վրա։ Ահա։ Ինչպես ասում է փոքրիկ իշխանը, մենք պետք է կարգի բերենք մեր մոլորակը եւ մենք փորձում ենք կարգի բերել մեր մոլորակը, չգիտենք ինչքանով է ստացվում, ինչքանով ոչ, բայց համենայն դեպս մենք համակցված ենք այդ գաղափարով, որ պետք է կարգի բերվի եւ ինչպես որ միշտ ենք շեշտում եւ լուսավոր լինի, որպեսզի ինչպես շեշտեց Դավիթը, կողքի մոլորակներին եւս լույսի բաժին հասնի։ Շատ ապրեք տղաներ, որովհետեւ հենց երբեմն երբ մտածում ես, սա որն է կյանքում ամենակարևորը, զգում ես, որ հենց այդ լույսի թեկուս ավելցուկով լույս փոխանցել է մարդկանց, որովհետև երբեմն այնքան մութ է լինում։ Էդգար ջան, խնդրեմ, համեցրի, հիմա քո հարցերը։ Չէ, պարզապես մոտ այն տպավորություններ, թե հեծի աշխատակիցներ են մեր մոտ էսօր։ Ինձ էլ ենք լույսից ենք խոսում։ Միայն սակագներին անդրադարձ չեղավ։ Էդգար, խոսքը հոգևոր լույսի մասին։ Դավիթը լավ ուշեց Էդգար։ Մենք հեծի այդ գործ չունենք Էդգար։ Լավ, քանի որ լույսից եք խոսում, ես էլ շարունակեմ այդ լույսի թեման եւ լույսը բացվել է ձեզ համար լավ լուրով, թե մեկ գաված սուրճով։ Երկուստ եք։ Լավ լուրը հենց մեկ գաված սուրճն է Էդգար։ Չէ, լավ լուրերից մեկը այն էր, չնայած երեկվանից գիտեինք, բայց արդեն ուրախ տրամադրությամբ արթնացանք, որովհետեւ գալու էինք Ռադիո Շանթ, գալու էինք Էդգարին եւ Սոնային հյուր։ Սուրճը արագ խմել ու վազել ենք այստեղ։ Շատ ապրեք, որ չուշացակ տղաներ։ Իսկ մեր առավոտը սկսվել է եւ սուրճով եւ լավ լուրով։ Իսկ լավ լուրը այն է, որ քաղաքում բացվում է եւս մեկ թատրոն ստուդիա։ Ճիշտ եմ։ Որ մեկն է։ Ավելի շուտ թատրոնի։ Եվ սիրելի ունկնդիրներ, ինչու այդպես լույս անընդհատ շեշտադրեցինք, որովհետև թատերական ստուդիան ինքնին լուսավոր անվանում ունի, իլյումինատոր, եւ հեղինակ այս գաղափարի Մերուժանն է Սաֆարյան, եւ Մերուժան ջան, ես կուզենայի հետեւյալ հարցը քեզ տվել, իլյումինատորը ինքը երազանքի թե նպատակի ծնունդ է։ Ես կասեի երազանքի։ Երազանքի։ Այսպես էլ գիտեի։ Երազանքի։ Ես ուզում եմ նաև բացել փակագծերը, թե ինչու իլյումինատոր, որովհետև ստուդիան նաև գործել է 2023 թվականին Գյումրու 31 դպրոցում Գրիգոր Լուսավորչի անվամբ։ Հենց դա է պատճառը, որ լուսավորիչը ի սկզբանե եղել անվանումը։ Մենք ունեցել ենք իհարկե շրջանավարտներ եւ ունենք նաև մեկ շրջանավարտ, ով մտորումների թատրոնում է ստուդիայում շարունակում է իր գործունեությունը եւ արդեն մի քանի այսպես առաջընթացների երազանքի իրականացման ճանապարհների փոքրիկ հասել է մտորումների թատրոնի ներկայացումներում է խաղում, նաև խաղացել է Գյումրու դրամատիկական թատրոնում Մաուգլու կերպարը, այսինքն հստակորեն գնում է իր ճանապարհով ասացի, որ Գրիգոր Լուսավորչի անվան հետ է կապված, երբ որ դպրոցում ենք, բայց քանի որ հիմա դպրոցում չենք, արդեն փիլիսոփայական բնույթ է կրում մեր կարգախոսին համապատասխան, մեր կարգախոսը լուսավորենք մեր մտքի ուժի եւ երազանքի ճանապարհը, դա է, եւ դրա համար էլ չուզեցինք ոչ մի փոփոխություն անել, հենց այդ լուսավոր կետով էլ գնանք առաջ։
Այսինքն փաստորեն թատրոն ստուդիան նոր չի ստեղծվել, վերագործարկում եք, ես Այո, այո, նոր հասցեում, հա, եւ կարծում եմ նաեւ կնեն այլ նոր արարություններ։ Այո, անպայման, այն ինչ որ կար դպրոցի ժամանակ, հիմա որոշակի փոփոխություններ է կրել։ Ես ուզում եմ շեշտել, որ փոփոխությունները մի քանի ամիս առաջ ես եւ Դավիթը մասնակցեցինք Եկլեզու դրամատիկական արվեստանոցի ծրագրին, այնտեղ 5 ֆրանսիացի ռեժիսոր դերասան մասնագետների հետ այսպես փորձի փոխանակում ունեցանք, մաստեր կլասներ ունեցանք եւ այդտեղից շատ ֆրանսիական շնչով եւ ոճով ծրագրեր ենք վերցրել, որ նաև մեր երեխաների վրա կիրառենք, հասկանանք ինչպես է լինում ոչ հայկական մեր մի քիչ ուղղվածությունը թեքենք դեպի ֆրանսիական ինչու ոչ, տեսնենք ինչպես կստացվի այս նոր սերունդի մոտ ֆրանսիական շունչը։ Իհարկե չմոռանալով դասական հիմքերը։ Ու ասեմ, որ ստուդիայի վերաբացման հետ զուգահեռ մենք ավելացրեցինք նաև բացի դերասանի վարպետություն ու բեմական խոսք առարկաներից նաև ավելացրեցինք պար, մեր առարկաների մեջ երգ, մնջախաղ, տեխնիկավարություն, հիմնական նպատակն է նաև, որ երեխաները սովորեն կիրթ միջավայրում ու կրթվեն, մի քանի օր առաջ ունեցանք ծնողական ժողով ու առաջին պայմաններն է եղել, որ մեր շեշտը ոչ թե քանակի վրա է, այլ որակի ու իրենց գրագետ լինելու վրա է, այսինքն եթե ոլորտը ընդհանրապես կապ չունի, եթե դու գրագետ չես, ուրեմն այդ տարածքում քո գոյությունը անիմաստ է։ Ես ուղղակի խոսքեր չունեմ, Դավիթը կռահում եմ հարցերը, որոնք ես դեռ նպատակ ունեի տալ, Դավիթ ջան։ Լավ, հետո էլ ավելի հանգամանալից կանդրադառնանք, թերևս կասկածել չունեի, որ ձեր ընտրած ճանապարհի հիմքում հենց այդ նպատակն է դրված, տղաներ, որովհետև խոսեցինք անվանումից եւ լուսավորչի այս հիմքը, հա, լուսավորչական հիմքը, այսպես ասենք, դա արդեն իսկ ոգեշնչող է եւ մեծ հույսեր են շնչում, սիրելիներս, մեծ հույսեր, իրոք։ Կուզենայի հասկանալ ինչպես են ընտրվել լուսավորիչները, ովքեր լուսավորելու են փոքրիկներին, հա, երեխաներին եւ ովքեր են լինելու այդ լուսավորիչները։ Երևի մի փոքր վիճակագրությունից խոսենք, գովազդից հետո, մեր գովազդային արշավից հետո մոտ 70-ից 80 հոգի դիմորդներ ունեցանք, մենք ընտրեցինք 38 հոգու, 38 հոգի մասնակցեցին մեր կազմակերպած քասթինգին, բայց քասթինգին անցկացվեցին 25 հոգի, ինչի համար, որովհետև երեխաներ կային այլ թատերաստուդիաներ էին հաճախում եւ ուզում էին զուգահեռ հաճախել նաեւ մեր ստուդիա, դա մասնագիտորեն մենք մտածում ենք, որ սխալ է, որ երկու գեղագիտության մեջ երեխան մի տեսակ չի կողմնորոշվի, թե ինչ եւ նրա համար շատ բարդ կլինի եւ արդեն իր հնարավորություններից ելնելով ենք ընտրությունը կատարել, դրա համար հիմա արդեն իսկ 25 հոգի ենք, 1 հոգի նաեւ on-line Վրաստանից է մեզ միանալու 26 հոգի։ Այո, on-line էլ լինելու։ Այսպես կանգնել ենք 26-ի վրա։ On-line էլ լինելու, հա։ Մեկ հոգու հետ աշխատելու ենք on-line, բայց հետագայում կմիանամ ես, ուղղակի Հայաստանում չէ, ու շատ էր ուզում անպայման մասնակցել դասերի։ Լավ։ Իսկ ովքեր են դասավանդելու, ինչպես է ընտրվել դասախոսական կազմը։ Ասա դա։ Դե դերասանի վարպետություն, բեմական խոսք դասավանդելու ենք ես, Դավիթ Մարդոյանն ու Մերուժան Սաֆարյանը, բացենք մյուս դասախոսների գաղտնիքը, թե ոչ։ Կարող ենք բացել, ինչ ոչ, որովհետև մոտակայում արդեն իրենց դասերն է լինելու։ Այո, բարը դասավանդելու է Պարուսույց Հայկ Հովհաննիսյանը, մնջախաղ դասավանդելու է ընկեր Գագիկը, տեխնիկավարություն դասավանդելու է Գոհար Հակոբյանը, տեխնիկային թատրոնի դերասան, եւ վոկալ դասավանդելու է Օֆելիա Գևորգյանը։ Ահա, այս պրոֆեսիոնալների եք համախմբել տղաներ եւ դա շատ ոգեշնչող է։ Իսկ այս պրոֆեսիոնալ կազմի մեջ կա մեկը, ով ամենից շատն էր հավատում ձեր գործին եւ ներշնչում ու թևեր տալիս եւ ոգևորում ձեզ։ Ես ասեմ ոչ միայն դասախոսական կազմ, այլ դասախոսական կազմից դուրս նաև, երբ որ իմանում էին այդ մեր մտքերի մասին, երեխաների երազանքի ճանապարհ տանող մասին, այո, շատ էին ոգեշնչում եւ նաեւ իրենք էին տարբերակներ առաջարկում, թե ինչպես անել եւ այլն, որովհետեւ նորաբաց է եւ ամեն ինչ գրեթե կարող ես դու կիրառել նորարարական։ Այո, ունեցել ենք
այդպիսի vocational տեքստեր եւ ունենք իհարկե դեռ շարունակվում է։ Հիմա արդեն միացել են մեր ծնողները, արդեն մեր նորսաների ծնողները, ովքեր vocation չունեն եւ իրենց մեկ գրված արտահայտությունը, որ իմ երեխան շատ էներգիալի, ուրախ տուն է վերադարձել, մեզ համար դա մի ամբողջ աշխարհ է։ Մերուժան, իսկ ինչու միայն երեխաները, ինչու տարիքային սահմանափակում եք դրել։ Մենք չենք դրել տարիքային սահմանափակում, մենք ունենք 6 տարեկանից սկսած մինչև 16 տարեկան մասնակիցներ, բայց սահմանափակում չենք դրել, որովհետև ցանկացած տարիքի կարող են գալ, եթե իհարկե արդեն շատ հավաքվել, մենք կարողանանք խումբը կիսել, որպեսզի այդ անհամապատասխանությունը չլինի, չնայած ես միշտ կողմ եմ, որ մեծ եւ փոքր իրար հետ լինեն, ինչու պիտի լինի այդ տարբերությունը, որ փոքրերը իրենց խմբով, մեծերը իրենց խմբով, ինձ թվում է շատ բան կունենան սովորելու մեծերը փոքրերից, փոքրերը մեծերից։ Տարիքային սահմանափակում չկա, Սոնա, կարող ես այցելել։ Ես անտաղան դերասան կլինեի Էդգար։ Բայց կարելի է Էդգարին առաջարկել։ Էդգարին ինքը փորձ ունի Դավիթի դեպասն քեզ։ Մերուժան Էդգարին հրավիրեն կայսինգի մեր մոտ։ Այո։ Գիտեք, քանի որ ձեր մոտ 6, 16, ես հաջորդ տարեկին եմ 46, այնպես որ Կարող եմ մասնակցել։ Ես ուզում տանջել տղաներին ինձ ուղարկես արտիստական, հա թատերական ստուդիա Էդգար։ Պատկերացնում ես ինչ դաժան աշխատանք պիտի տանեն, որ ինձանից արտիստ ստանան։ Չի ստացվելու դա։ Ես գիտեմ եւ չեմ տանջի տղաներին, որովհետեւ շատ սիրում ու հարգում են նրանց։ Լավ, սիրելիներս, ուրեմն Դավիթը խոսեց, որ այդ դասականին հավատարիմ պետք է մնաք եւ կասկած անգամ չկար, որ դասականը հիմքը պահելու եք, բայց լինելու է անհատական մոտեցում, այսպես երիտասարդական, ձեր սերնդին ավելի համահունչ ինչ որ նոտաներ բերելու եք ստուդիա։ Քանի որ այս սերունդը հիմնականում երբ որ հարցնում ենք, որ ուղղություն եք ընտրում թատրոն թե կինո, հիմնականում ասում են կինո, մենք հասկանում ենք, որ հիմա ավելի շատ է տարածված դա, այդպես հեռուստացույց նայելով համացանցերում նայում են այդ իրենց հայտնիությունը եւ այլն, դա ավելի շատ է գրավում։ Չասեմ ցավոք սրտի, իրենց ցանկությունն է։ Դրա համար մենք համագործակցում ենք ինդիվիդուում քաստինգ ստուդիայի հետ Երևանում գործող, այսինքն լուսավորիչ թատերաստուդիան կլինի կապող օղակ երեխաների հետ, մենք կուղարկենք մեր երեխաների ինքնակենսագրականը, ֆոտո-վիդեո նյութեր, իրենք կնայեն, կուսումնասիրեն համապատասխան առաջարկի դեպքում կկապնվեն մեզ հետ, իսկ մենք արդեն ծնողի հետ կապ կհաստատենք, որպեսզի երեխաները նաև մասնակցեն ինչ-որ նկարահանումներ իհարկե որոշակի կրթություն ստանալուց հետո այս պահին մի քիչ սխալ կլինի։ Որոշակի փորձ ձեռք բերել հետո։ Փորձ ձեռք բերելուց հետո անպայման։ Հետո նաև ֆիլմերի հիմքը թատրոնն է, այսինքն եթե չունենաս թատերական կրթություն, չես կարողանա նկարահանվել ֆիլմերում։ Դրա համար աշխատելու ենք թատերական խոսքի վրա, բեմական խոսքի վրա, կեցվածքի վրա, որը եթե պետք չլինի իրեն թատրոնում մնալ, հաստատ ֆիլմերում պետք կգա։ Աշխատելու ենք այո նաև դասականը պահպանելով նորարարական ծրագրերով, ունենալու ենք ամսական գոնե 1 հայտնի հյուր, կայացած մասնագետ քաղաքից եւ հանրապետության տարբեր քաղաքներից ու այդ մասնագետներն իրենց փորձով պատմելու են թե ինչպես են հասել իրենց երազանքին, այսինքն լինելու են ոգևորող օղակը, որը օգնելու է երեխաներին հասկանալու, որ իրենք ճիշտ տեղում են։ Հրաշալի է։ Սովորեցնելու են նաև երազել ու հասնել իրենց երազանքին։ Լինել արվեստում ու չի երազել, տեսակ աններդաշնակ բան է։ Իսկ թվում է մարդն էլ չի կարող չերազել։ Առանց երազելու ապրելը երևի հավասար է չապրել։ Համաձայն եմ լիովին, համաձայն եմ։ Ինձ հետաքրքիր է, ինչ դժվարությունների բախվեցիք ստեղծելիս թատրոն ստուդիան, ես կարծում եմ դժվարություններ լինեն, թե չէ յուրաքանչյուր ոք կարող է արթնանալու ինչ-որ մի բան բացել, չէ՞։ Այդ ֆինանսական խնդիրները ինչպես է հոգալու եւ արդյոք փոքրիկները անվճար են այցելելու ձեր մոտ, թե կա որոշակի վճար։ Խնդիրները երևի միակ խնդիրը երևի որ կա ստուդիայի վերաբացվելուց հետո ես ու Մերուժանը մոտ ընկերներ ենք, բայց բազմաթիվ հակասություններ ունենք։ Բազմաթիվ անգամներ վիճում ենք տարբեր հարցերի շուրջ։ Ես ու Էդգարն էլ։ Այո, բայց այդ մեր վեճերի արդյունքը բերում է շատ հետաքրքիր նոր մտքերի։ Ամենամեծ դժվարությունը ինձ թվում է այս этаպում մենք ունեցել ենք այդ Մերուժանի հիմա կշարունակի, ես հիմա այդպես դժվարություն չեմ հիշում։ Ամենամեծ դժվարությունը չասենք որ ֆինանսականն է կամ տեխնիկականն է, երեխաներին, ծնողներին այս դեպքում
հորդորել, որ երեխաները կան այս տարիքից արվեստի գծով։ Մեզ համար դա է կարևորագույն խնդիրը եւ մենք այդ խնդիրն ենք ուզում լուծել։ Մնացած խնդիրները ինձ թվում է այդքան արժեքավոր չեն, ինչքան որ հենց այդ գաղափարը, որ երեխաներին բերել արվեստի գծով, որպեսզի իրենք դառնան գրագետ եւ հասարակությանը պիտանի անձինք։ Իսկ վարձավճարների պահով, այո, համենայն դեպս կարող են մեզ հետ կապնվել եւ վարձավճարով դասավանդում են, կատարում են աշխատանք, պետք է նաեւ վճարվեն, բացի այդ դուք ես ինչքան հասկացա վարձակալությամբ եմ, այդ ամենը բնականաբար խնդիրներ են եւ լուծելու համար պետք է որոշակի ֆինանսական ասեմ, որ ինքը մեր համար ավելի շատ երազանքի ճանապարհ է, որ ունենանք թատերաստուդիա, քան ինքը բիզնես պրոյեկտ է։ Ուղղակի առանց ֆինանսի հնարավոր չէ այլ դասախոսներ, ունենալ տարած աշխատակազմ բնականաբար։ Այո։ Այդ ամենը ծախս է պահանջում։ Չէ, ուղղակի դուք այնքան լուսավոր սկսեցիք, հիմա բոլորը մտածեցին որևէ խնդիր չկա այստեղ, բայց իրականում խնդիրները Կարծում եմ դա էլ խնդիր չէ, այդ կարճան, դա էլ խնդիր չէ։ Երևի ինչ որ բանի, եթե շատ անկեղծ ես նվիրվում ու երազում ես, պայքարում ես, մնացած բոլոր հարցերը ինքնստինքյան լուծվում են։ Ու այդքան մեծ խնդիր իրանք չեն թվում։ Ի սկզբանե մենք որոշել ենք, եթե գոնե 6 հոգի լինի, այո, մենք կբացենք թատերաստուդիան հետագայում կավելանան, բայց այս վիճակագրական տվյալները տեսնելով մի տեսակ մեզ համար էր անսպասելի, չնայած նաև մենք միտում ունենք հենց անի թաղամասում այս ամեն ինչը կազմակերպելու, որովհետև մենք գիտենք, որ քաղաքում պրոֆեսիոնալ թատերաստուդիաներ կենտրոնական հատվածում գործում են, ուղղակի ծնողները այդ երկար ճանապարհը միգուցե չեն կարող երեխաներին բերել, ժամանակ չունեն, զբաղված են, դրա համար հիմնականում կենտրոնացան 58 թաղամասի վրա եւ միգուցե դա էլ հենց շատ լավ ստացվեց, որ հիմնականում 58 թաղամասից են բերում, այսինքն այնտեղ պակասը այնուամենայնիվ կար, մենք զգացինք, որ հիմնականում այնտեղից բերում են իրենց երեխաներին, այո, մուշ 58 Ավելի հարմար է։ Գյուղերից, որոնց համար ավելի բարդ կլիներ հասնել քաղաքի կենտրոն։ Հասկանալի է։ ինչ որ դասարաններ կան, թե չէ, թե սովորաբար երբ ինչ որ բան սովորում ես, չէ, առաջի դասարան, երկրորդ դասարան, քանի տարի պետք է ձեր մոտ ստուդիայում սովորել, որովհետեւ արդեն համարես, որ ինչ որ ճանապարհ անցել ես։ Նախնական մենք 1 տարի ենք սահմանել, 1 տարուց հետո իհարկե նաև ծնողներին ենք նշել, որ կարող են նաև կրթությունը շարունակել, կրթությունը, այսինքն երկրորդ խումբ կլինի, որ արդեն 1 տարի սովորել են, փորձ ունեն, այլ մեթոդաբանությամբ կգնանք առաջ եւ արդեն նոր սերունդը, որ արդեն նորից 0-ից պետք է սկսենք։ Ունենալու ենք 3 ամիսը 1 քննություններ, որ հասկանանք երեխան որտեղ է աճել եւ հասկանանք արդյոք մենք այդ երեխային չենք տանջում 1 տարի թողնելով այդտեղ եւ մենք հորդորենք արդյոք պետք է նա թատերաստուդիային թե ոչ, որովհետեւ այնուամենայնիվ ծնողները քրտնաջան աշխատում են, վճար են տալիս, պետք է արդյունք տեսնեն։ Իսկ միգուցե արդյունքը մասնագիտորեն մենք չենք տեսնում եւ պիտի մենք հորդորենք, որ չէ, միգուցե բժիշկ է դառնալուց երեխան, այլ ոչ թե։ Այդ փորձերը կան, բայց կորոշի բժիշկ դառնալ։ Բայց ամենակարևորը հենց այդ ճիշտ կողմնորոշումն է, թեկուզ եւ որոշակի պատկերացում ունենա ոլորտի մասին, ընդհանուր զարգացվածության համար դա եւս չի խանգարի որևէ մեկին եւ հետո որոշի լավ բժիշկ դառնալ։ Մենք դեմ չենք, թող այդպես լինի։ Տղաներ, իսկ ինչ եք զգացել մինչ այս պահը, գիտեմ որ քասթինգ ամսյութին է կայացել, շատ է, մեծ է հետաքրքրվածների թիվը, ինչ կասեք։ Այո, մեծ է հետաքրքրվածների թիվը։ Կատեցի որ դուք եք երևի զարմացել, հա։ Մենք զարմացել էինք, մեր ուժարը նշեց, որ ի սկզբանե մենք մտածում էինք, որ եթե անգամ դինի 5, 6 կամ 10 հոգի մենք անպայման սկսելու ենք, բայց ունեցանք գրանցվողների մեր համար երևի մեր համար աննախադեպ թիվ 70 Իրոք շատ հաճելի է դրա կանխատեսելի 35 հոգի ու վերջնական արդյունքում այս պահին ունենք 25 ընդունված աշակերտ։ Հրաշալի, իսկ համարձակ են ընդհանրապես երեխաներից դա հետաքրքիր է։ Չեն վախենում, արդյոք այսպես համարձակաբար են գալիս, որպեսզի մուտք ունենան այս աշխարհում, ընդհանրապես ինչ եք նկատել։ Ինձ թվում է ես 3 դա նկատեցի, այն ծնողները, ովքեր որ իրենց երեխային բերում են թատերաստուդիա կոմպլեքսներից ազատվելու համար,
Երեկվա դասին ինձ թվում է երեխաները չմտածեցին, որ կարելի է կոմպլեքսավորվել, որովհետև այնպիսի մի իրավիճակի մեջ դրեցինք, որ իրենք ենթագիտակցորեն հարմարվեցին ու մնացին, այսինքն ժամանակ չունեցան գիտակցաբար մտածեն, թե ես կոմպլեքսավորվող եմ, այս բանը պիտի կոմպլեքսավորվեմ, ամաչա։ Այնպիսի մի իրավիճակում հայտնվեցին, որ ենթագիտակցորեն արդեն բացվեցին ու արդեն ծնողներին էլ մենք հորդորեցինք, որ այո, միգուցե կոմպլեքսավորված է տանը կամ այլ տեղ դպրոցում կամ եւ այլ տեղեր, բայց համենայն դեպս այստեղ այս մի ժամը մենք իրեն չտեսանք կոմպլեքսավորված, որովհետեւ արդեն սոցիալիզացվեց մի անգամ։ Ո՞վ հետաքրքիր է առաջի դասից հետո ծնող ասում, բայց շատ կոմպլեքսավորված է, աշխատեք այդ բանի վրա։ Մի անգամ դուք եկեք մեր դասը տեսեք ու տեսեք, որ ձեր երեխան դասին կոմպլեքսավորված չէ ընդհանրապես։ Բրավո, որ կարողանում ենք այդ միջավայրը ստեղծել երեխաների համար, որովհետեւ կան երեխաներ, ինչու ոչ, մեծահասակներ էլ որ կոմպլեքսավորվում են, լարվում են որոշակիորեն նոր միջավայրում հայտնվելուց, բայց եւ բրավո տղաներ, կեցեք, այնինչ անում եք շատ մեծ դուր է գալիս։ Իսկ ինձ հետաքրքրում է, այդ քաստինգը ավարտված է։ Իսկ եթե մարդիկ կան, ովքեր այսօր կլսեն մեր եթերը եւ կորոշեն դիմել, կարող են այդ հնարավորություն ունեն, թե ոչ։ Այո, կարող են, մինչև հոկտեմբերի 31-ը կարող են դիմել, հոկտեմբերի 31-ից հետո արդեն մի քիչ մասնագիտորեն սխալ կլինի, որ մենք նոր սան ընդունենք, որովհետև որոշակի ճանապարհ անցած կլինենք եւ այդ տվյալ սանի հետ մենք 0-ից չենք կարողանա սկսել, իսկ այսից մի փոքր դժվար կլինի։ Մենք կարող ենք գրանցել տվյալ երեխային եւ մոտ ամիսներում նորից մենք պետք է քաստինգ կազմակերպել այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն, երկրորդ խմբով կարող են հանգիստ հաճախել արդեն 0-ից սկսել, ոչ թե կեսից։ Իսկ շաբաթական քանի հանդիպում է նախատեսված փոքրիկների հետ, ինչքան ժամանակով։ Ուրեմն շաբաթական նախատեսված է 3 դաս։ Ահա։ Մեկը լինելու է դերասանի վարպետություն, երկրորդ առարկան բեմական խոսք, իսկ երրորդը արդեն լրացուցիչ առարկան, որը նշեցինք, այսինքն մի շաբաթ լինելու է, մի շաբաթ տեխնիկավարություն եւ այլն։ Նշեմ, որ մենք նաեւ համագործակցում ենք քաղաքի լավագույն լուսանկարիչներից մեկի հետ, ու երեխաները բարբերաբար ունենալու են ֆոտոսեսիա, ու այդ նկարները մենք օգտագործելու ենք քաստինգ ստուդիային ուղարկելու համար։ Ես նաև առիթից օգտվելով կուզենայի շնորհակալություն հայտնել մեր Գյումրու 3 թատրոններին, Գյումրու տեխնիկային թատրոնին, մտորումների թատրոնին եւ դրամատիկական թատրոնին, որովհետեւ իրենց հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր սաները կարող են անվճար խմբով գալ եւ անվճար ներկայացում նայեն, դա շատ մեծ բան է մեզ համար, որ քաղաքի թատրոնները օգնում են մեզ որպեսզի սաները անվճար կան եւ ներկայացում դիտեն։ Այո, ու այդ ոգեշնչությունը հենց թատրոններից էլ է գալիս, որովհետև դե 3 թատրոններն էլ մեր թատրոններն են, մեր ընկերներն են աշխատում, մենք ենք աշխատում ու բոլոր տեղերից եղավ այդ բանը, թե շատ լավ բան եք որոշել, շատ լավ միտքեր ու ամենակարևորը այդ մոտիվացիան գալիս է, որ շարունակենք, այսինքն խանգարող հանգամանքներ չկան, այդ շատ ուրախալի է, գովելի է ու ինչպես նշեց մեր ուժանը, շնորհակալություն ենք հայտնում մեր 3 թատրոններին։ Շատ ապրեն, որ այսպես ոնց ասում են հայերը, հա, սարի նման ձեր թիկունքին են, որովհետև հա 3-ն էլ իրոք հրաշալի կառույցներ են, երկար տարիների պատմությամբ եւ իրենք վստահաբար էլ ավելի լավ գիտեն, թե որքան կարեւոր է երիտասարդների կողքին լինել, աջակցել ու ոչ մի կերպ թևաթափ չանել, այսպես ասենք, բրավո։ Տղաներ, մեր քաղաքը թատերական հրաշալի անցյալ է ունեցել, փառահեղ անցյալ, շատ լավ ներկա ունի։ Քանի որ դուք աշխատում եք նոր սերնդի հետ, այ ինչ կասեք, արդյոք մեր քաղաքը թատերական սիրուն լավ ապագա կունենա։ Ապագայից մի քիչ դժվար է խոսելը, չնայած եթե խոսենք լուսավոր պետք է խոսենք։ Անպայման։ Լուսավոր պետք է խոսենք, իհարկե։ Համենայն դեպս մենք փորձում ենք մեր շատ փոքրիկ քայլերով լուսավոր դարձնել եւ առաջին հենց գործոններից մեկը թող սա լինի թատերաստուդիայի նոր թատերաստուդիայի հիմնադրումը, որ մենք փոքր տարիքից սերմանենք արվեստի շունչը իրենց մեջ եւ հետագայում արդեն ձեր նշած ապագայում մենք ունենանք լավագույն մասնագետներ, մտածող մարդիկ մեր քաղաք Գյումրիի համար արժանի մարդիկ։ Ու ինչու ոչ նաև լավ հանդիսատես։ Այո։ Որը հիմա շատ կարևոր է։ Օդուջերի պես։ Օդուջերի պես է պետք։ Դրաներ, այ ինչպիսին չէի կուզենա, որ լինեին այն կադրերը, որոնք մեծ արվեստ պիտի մուտք գործեն։
ապակայում։ Ինձ թվում է առաջինը մեծամիտ։ Աշխատում եք նրանց հետ, ինձ թվում է, որ դուք առաջնահերթ կունենաք ձեր մտապատկերներում, ինչպիսի ինչ էի կուզենա, որ լինեին իրենք։ Ես ավելի շատ կուզենայի լինել հավատարիմ, դրա հականիշը չէի ուզենա որ լինել, պետք է լինեն հավատարիմ իրենց մասնագիտությանը, եթե լինեն հավատարիմ ցանկացած պայմաններում, ցանկացած տարածաշրջանում իրենք կլինեն իրենց մասնագիտության հետ եւ կլինեն իրենց մասնագիտության մեջ լավագույնը։ Այս դեպքում հավատարմությունը ինձ համար շատ կարևոր է։ Ամենուր կարևոր է։ Այո։ Եվ մի հարց էլ տղաներ ջան, ուրեմն նախքան մասնագիտական հմտությունները սովորեցնելը ինչ եք սովորեցնում նրանց, չէ՞ որ կան բաներ, որոնց պետք է տիրապետեն մինչ մասնագիտական այդ պրոֆեսիոնալ մասնագետներ դառնալը, մինչ այդ հմտություններին տիրապետելը, ինչ եք սովորեցնում։ Նախ իրենց չհիասթափեցնելու համար ի սկզբանե եւ ծնողներին եւ իրենց հորդորել ենք, որ պարտադիր չէ, որ կան եւ դերասան կամ դերասանուհի դառնան, ինչպես շեշտեցինք, այսպես շատ ավելի կարեւոր է իրենք իրենց կոմպլեքսներից ազատվեն, գրագետ լինեն եւ այլն, ինչպես շեշտեցինք, որովհետեւ եթե իրենք իրենց կոմպլեքսներից ազատվեն, ցանկացած ոլորտում, ինչպես ասում են, գործի կեսը վստահությունն է, իրենք վստահ կլինեն եւ ցանկացած մասնագիտության մեջ միգուցե փայլեն։ Այ հենց դա ենք մենք ուզում իրենց շեշտել, որ պարտադիր չէ կան նկարահանվեն կամ, չգիտեմ, թատրոնում ներկայացում խաղան։ Շատ ավելի ներքին, այսպես մարդկային արժեքներ կան, որ դա պիտի ավելի կարևոր լինի իրենց համար, քան բուն դերասան, դերասանուհու կամ հայտնի դառնալու այդ գաղափարը լինի իրենց մոտ։ Ու հիմա հետաքրքիրն է, որ այս նոր սերունդի հետ եկել է տեխնոլոգիական զարգացման մի հատ փուլ, արհեստական բանականություն, ու այդ վախը, որ երեխաներն արդեն կսկսեն, այս նոր սերունդը կսկսի չմտածել, այլ իր հարցերի պատասխանները գտնել այդ արհեստական բանականության միջոցով, այդ շատ ցավալի է։ Շատ Դրա ցավալի։ համար հիմա մեզ համար շատ կարևոր է, որ իրենք հասկանան, որ ամենակարևորը իրական բանականությունն է, իրական գրագիտությունն է, ոչ թե արհեստական բանականության միջոցով գրագետ երևալը։ Ցավալի 21-րդ դարի ամենակարևոր խնդիրներից է, որը Փառք Աստծո մեր սերունդի ժամանակ չկար։ Փառք Աստծո, Դավիթ ջան, մեր սերունդն ենք հան հեռու էր դրանից։ Իսկ հիմա այդ շատ ցավալի կողմ է։ Մեր կարևոր, այսինքն երեխաներին ստիպենք մտածել, որ իրենք գիտենան, որ իրենք կարող են մտածել ու ավելի լավ ստեղծագործել, ավելի լավ ստեղծել, քան Արհեստական որևէ բանականություն։ արհեստական որևէ բան։ Մենք քանի որ խոսեցինք երիտասարդներից, կուզենայի նաև շեշտել, որ այս բանին մասնակցում եմ Կազաշվեյցարական մարդասիրական հիմնադրամի կազմակերպած ծրագրերից մեկին, ստեղծագործիր հանուն փոփոխության, որտեղ հավաքվել են տարբեր մարզերից, համայնքներից երիտասարդներ եւ հիմնականում արցախցիներ։ Մենք իրենք իրենց տարածաշրջանի խնդիրները պետք է բարձրաձայնեն եւ ծրագրի վերջում տան տվյալ խնդրի լուծումը։ Ու ես այնքան եմ ուրախանում, որ իրենք հենց այդ տարեկում նկատում են իրենց շուրջ բոլորը կատարվող խնդիրները ու բարձրաձայնում են եւ ուզում են ինչ-որ խնդրի լուծում առաջարկել։ Իմ խնդիրների top 5-ակում հենց կար այս խնդիրը, որ ինչպես երիտասարդներին եւ ոչ միայն պատանիներին բերել դեպի արվեստ եւ մի տեսակ համ կա, որ ես այդ ծրագրին եմ մասնակցում ու թատերաստուդիան եմ բացում, կարծես թե իմ խնդրի լուծումներից մեկը եղավ հենց դա, որ այս թատերաստուդիան բացվեց եւ իհարկե արդեն ուրիշ ծրագրեր կան դեպի երիտասարդներին բերելու արվեստ։ Ինչ ասեմ, կարկամեցի, սիրելի ունկնդիրներ, ուղղակի ինձ համար որպես մարդ միշտ շատ կարևոր է եղել ուրեմն այդ ոնց ասեմ արվեստին մոտ սերունդներ տեսնելը մարդիկ ովքեր կկարողանան անգամ եթե այդ ոլորտում ապակայում իրենց տեղը չգտնեն կամ չշարունակեն այդ ոլորտով ուղղակի մոտ լինեն արվեստին որովհետև երբ մարդը մոտ է արվեստին ինքը մոտ է մարդկայինին մոտ է գեղեցիկին մոտ է վեհին մոտ է բարությանը եւ հետեւաբար տղաներ այս գործը որ դուք ձեռնարկել եք իրոք հրաշալի է ամեն առումով այսպես այս ճյուղավորված լավ բան եք անում եւ շատ կուզենայի որ ձեր երազանքի ծնունդը
իլյումինատորը անպայման շատ շատերի ճանապարհը լուսավոր էր, շատ լավ տարբերակով եք աշխատում, այսինքն ուղղորդել երեխաներին, ձեր բազատվել որոշակի, ասենք, կոմպլեքսներից եւ այլն, թող որ ամեն բան ինչ որ նպատակադրված է իրականություն դառնա եւ թող որ արդեն 10-20 տարի անց մենք էլի հանդիպենք ու էլի խոսենք արդեն իր հաստատուն տեղը մեր քաղաքում ունեցող իլյումինատորի մասին եւ թող որ շատ շատերը գան մասնակիցը դառնան այդ դասընթացների ու կերտվեն որպես մարդ։ Կեցեք, բրավո, շնորհակալություն ձեզ, որ այդքան լավ գործ եք կատարում։ Դուք շատ երիտասարդ եք ու այնքան լավ գործ եք կատարում, թող որ միշտ ձեր թիկունքին այդ պատը զգաք, ամուր պատը զգաք եւ կարողանաք կերտել միայն լավագույնը։ Ինչին ես հավատում եմ, մենք հավատում ենք։ Շատ շնորհակալ ենք նաև հրավերի համար, որ մենք լուսավորեցինք վերջապես այս ամենը։ Դա շատ կարևոր է, իրոք, մենք միշտ պատրաստ ենք, գիտեք, եթե լույս, բարություն, սեր եւ հայրենասիրություն մենք այստեղ ենք եւ ձեր կողքին, ձեր թիկունքին նաեւ ինչ ոչ։ Շնորհակալ ենք շատ։ Ինչ ամփոփենք նաև ծրագիրը, մենք այսօր խաղարկում ենք հարց։ Մոռացել էի, Էդգար։ Ինչու Հիշեցնենք հիշեցինք։ Այս հարցը, լուսավոր նաև տրամադրություն։ ասենք պատասխանը։ Մի րոպե հիշեմ ինչ հարց էին խաղարկում։ Հա, այդ բառը սիրելիներս առաջացել է լատինական պարոն բառից, իսկ որպես այսպես ազնվական տիտղոս գործածության մեջ մտել էր 18-րդ դարի կեսերին։ Խոսքը հա, ու մեզ հայտնի էր դարձել երկու հայտնի ստեղծագործություններից Ես խոսքը մտածում եմ մեկը Կորլեոնեն է, բայց Սոնան ասեց չէ։ Կորլեոնեն երրորդն է արդեն Երրորդն է։ Խոսքը Դոն բարի մասին էր սիրելի ունկնդիրներ, Դոն Ժուան Դոն Կիխոտ, գրական հերոսները նրանք էին, դե իսկ բառը, որը ուրեմն վերցված այն բառը, որից վերցրել էին դոմինուս բառներ, սիրելի ունկնդիրներ, լատինական, այնպես որ սա էլ հիշեք։ Հաղթողներ իհարկե ունեցանք։ Շնորհավորում ենք մեր բոլոր հաղթողներին եւ բոլորիդ մաղթում ենք հաճելի օր ու հաճելի հանգստյան օրեր, արժևում հանգստյան օրեր են, հարգելիներս մի լավ հանգստացեք։ Ընթացքում հետևեք նաեւ մեր գործընկերների աշխատանքներին, իսկ տղաներին շնորհակալություն մեր հրավերն ընդունելու այստեղ լուսավորելու համար։ Ձեզ ենք շնորհակալ։ Մենք գովազդային Ձեր հոլովակներ։ մոտի լույսին մենք լույս ավելացրեցինք։ Շնորհակալ ենք Դավիթ ջան, ձեզ մոտ դա միշտ շատ լավ է ստացվում։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։